Դասընկերների հետ էքսկուրսիայի մեկնելուց հետո 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել։ Ինչպես այս հարցի պատասխանը իրավապահները դեռ չունեն։ Բոլոր ուժերը լարել ենք, որ հասկանանք ինչ է կատարվել, ասում են ներքին գործերի նախարարը։ Ամբողջ իրավապահ այս պայծրությամբ աճեջ կերպով դիտարկում է դեպքը։ Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք հնչական մարմնին, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում։ Սկզբից ունեինք անձնույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել։ Շուրջ 2 շաբաթ առաջ Օրգովի միջնակարգ դպրոցի 21 աշակերտներ, բոլորը 5-ից 8-րդ դասարանցիներ, ուղևորվել են Կարին գյուղ կրթական էքսկուրսիայի։ Էքսկուրսիան կրել է ճանաչողական բնույթ եւ անմիջապես կապ է ունեցել դասապրոցեսի հետ։ Գնացել են 21 երեխա 7 ուսուցչի ուղեկցությամբ։ Սա ոչ թե դասերի ավարտի առիթով բացօթյա խնջույք է եղել, այլ հատուկ կրթական ծրագիր, որի համար ըստ Օրգովի դպրոցի տնօրենի հերթագրվել էին դեռ ամիսներ առաջ։ ATP բարեգործական հիմնադրամի Կարինի տնկարաններ, Հայաստանից ու աշխարհի տարբեր անկյուններից աշակերտներ են այցելում։ Օրգովի աշակերտների համար կազմակերպությունը անվճար տրանսպորտ էր ապահովել ու տեղում նաև հյուրասիրել։ Հյուրասիրել են լավաշ, պանիր, վարունգ, լոլիկ։ Քաղցրավենիք ոչ։ Դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը պնդում է, տեղում ամեն ինչ կազմակերպված է եղել։ Օտար խմբերի հետ Օրգովի աշակերտները չեն շփվել։ Ոչ մի կողմ խմբի հետ է եղել, միշտ խմբի հետ։ Երեխաների եւ ուսուցիչների։ Ուսուցիչների պատմելով 12-ամյա երեխան բոլորի պես լավ է եղել, ոչ մի արտառոց նշան չի ունեցել։ 17-20 տրանսպորտը արդեն եղել է մեր բնակավայրում, հետ են եկել։ Տվյալ երեխան ծնողի ուղեկցությամբ, ինչպես նաև մնացած երեխաները, կոնկրետ տվյալ երեխան ծնողի ուղեկցությամբ գնացել է տուն։ Զրուցեցինք նաև երեխայի հարազատների հետ, նկարահանվել չցանկացան, բայց պատմեցին, ավտոբուսը ոչ թե երեկոյան 5-ից, այլ 7-ից հետո է գյուղ հասել, ու երեխան տուն է եկել ուժեղ գլխացավով, 40 աստիճան ջերմությամբ ու ագրեսիվ։ Ընտանիքի պատմելով, նույն օրը երեխային հասցրել են Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն, հետո Ուիգմոր։ Այս ընթացքում նկատել են նաև, որ երեխան հիշողության խնդիր ունի։ 2 բուժկենտրոններում բազմաթիվ հետազոտություններ են արել, ոչինչ այդպես էլ չի հայտնաբերվել, իսկ երեխայի վիճակը շարունակում էր մտահոգիչ մնալ։ Օրեր անց են բժիշկները նարկոլոգիական հետազոտության առաջարկ արել ու 12-ամյա երեխայի մեզի մեջ հայտնաբերվել է K2 տեսակի սինթետիկ կանաբինոիդների խմբի թմրամիջոց, կարճ ասած ծանր թմրանյութ Spice, որտեղից, ինչպես, հանելուկ է։ Spice կոչվածը իրենք իրականում բնական կանաբինոիդներից մի քանի անգամ իրենց ազդեցությամբ ավելի ուժեղ են ու իրանք առաջացնում են որոշակի փոփոխություններ մարդու գլխուղեղում, իհարկե ախտաբանական փոփոխություններ։ Թմրաբան կախվածությունների մասնագետ Սուրեն Նազինյանը Spice-ի ախտանշաններն է շարում։ Երեխան պիտի մինչև տուն հասնելն արդեն նշաններ ունենար վարքային փոփոխություն, ծիծաղկոտություն կամ տրամադրության անկում։ Գերդոզավորման, այսինքն թմրանյութով թունավորման հետևանք կարող էր լինել գիտակցության կորուստ, կոման։ Դեռահասների դեպքում հատկապես եթե դա 12 տարեկան երեխա է, նույնիսկ 15-16 չի, ուղղակի անչափահաս ասել այս դեպքում ճիշտ էլ չի, այդ լրիվ երեխա 12 տարեկան երեխայի օրգանիզմը, հատկապես կենտրոնական նյարդայնամակարգը լրիվ ձևավորված չի, իր օրգանիզմը բավականին խոցելի է, շատ անգամ ավելի խոցելի է, քան մեծահասակների օրգանիզմը։ Մեծահասակների համար էլ Spice-ը ոչ պակաս վտանգավոր է, շեշտում է թմրաբանը։ Հայաստանում ու աշխարհի մի շարք երկրներում այն արգելված է։ Ինչպես կարող էր սինթետիկ թմրամիջոցը երեխայի օրգանիզմում հայտնվել։ Սուրեն Նազինյանը կոնֆետի միջոցով փոխանցել է քիչ հավանական է համարում։ Ոչ մի այլ երեխա չի վատացել։ Այդ միակ թունավոր կոնֆետը մեկն է կերել։ Ինչ որ մի մեխանիզմով երեխայի օրգանիզմում հայտնվել այդ նյութը։ Հիմա դա կլներ թե քաղցրավենիքի միջոցով, թե գլանակի միջոցով, սինթետիկ կանաբինոիդներ, ընդհանրապես կանաբինոիդների գործածման հիմնական եղանակը դա ծխելու եղանակն է։ Տղան 2 օր առաջ է հիվանդանոցից դուրս գրվել, բայց դեռ մասնագետների հսկողության տակ է։ Հարազատների խոսքով հիշողությունը լիարժեք չի վերականգնվել, վախեր ունի։ Այս օրերին իրավապահները ուսուցիչներին ու աշակերտներին են կանչում հարցաքննության։ Ներքին գործերի նախարարի խոսքից հասկացանք, որ երեխան էլ է ինչ
ինչ-որ բան կարողացել ասել քննիչներին։ Երեխայի վիճակը ըստ մեր տեղեկությունների արդեն իսկ փոփոխության է ենթարկվել, որոշակի շփումներ նաև եղել են, երեխան ինքը որոշակի տվյալներ է նաև հաղորդել, երեխայի նշած ցանկացած տվյալ վստահ եղեք, որ ստուգվում է։ Ենթադրվում է, որ կրկնակի փորձաքննություն կարվի վերջնական ճշգրտելու թմրամիջոցի առկայությունը դեռահասի օրգանիզմում։ Ամարտեղ առաջ անգամ լսում այդ անունի, ինչ անի, դեղի անունին չէ, չգիտեմ էլ ինչ է։ Ինչ են ասում այդ տեղին։ Թմրանույթ, ես չի եղել, նման բան չի եղել մեր մոտ։ Ես կարամ ասեմ, մեր գյուղի երեխեքի կարակ սաղին հատիկ չկա մեր գյուղը նման բան։ Մեր գյուղից հանգիստ հարմար գյուղ չէ երևի մարզում։ Օրգովում ապշած են տագնապած փոքրիկ գյուղ է, աշակերտները 50-ից քիչ ավելի, բոլորի շարժը բոլորի աչքի առաջ։ Ուզում են իրավապահները օր առաջ պարզեն, ինչպես է 12-ամյա երեխայի ճանաչողական էքսկուրսիան վերածվել ծանր թմրանյութի հետ ճանաչողական դժոխքի։